Արդյոք ճիշտ ժամանակն եք ընտրել ընտրություններից 2 ամիս առաջ իմպիչմենտի վերաբերյալ եւ արդյոք դա հնարավոր է տեխնիկապես։ Մենք նախ նորից ասեմ, տեխնիկապես, իրավապես դա այո հնարավոր է։ Քաղաքական տեսանկյունից, ձեր հարցը նաև քաղաքական էր, որևէ հակասություն չկա իմպիչմենտի եւ ընտրական գործընթացի միջև։ Ես նորից եմ ասում, իմպիչմենտի գործընթաց հավասարազորափողոցային պայքար։ Ինչ որ մեկը համարում է, որ մտնել ընտրական գործընթաց ուժեղ, իր պահանջները պաշտպանող, իր իրավունքները պաշտպանող փողոցով վատ է, ես չեմ կարծում, որ այդպիսի մարդ լինի, այնպես որ ոչ, դա հակասության մեջ չի, ոչ ընտրություններին մասնակցությունը հայտարարած քաղաքական ուժերի հետ։ Դա փորձում են որոշ սադրիչներ այդպես ներկայացնել տարբեր քաղաքական ճամբարներից, ցավոք սրտի հիմնականում երկրորդ նախագահի քաղաքական ճամբարից, բայց մենք այդ սադրանքներին չենք տրվելու։ Մեր գործընթացի նպատակը համախմբումն է եւ իշխանապողությունը։ Պարոն Մամիկյանյան, վերջապես ես մի հարց տամ։ Վերջին ճեպազրույցում Սերժ Սարգսյանը ասում է, որ անակնկալ է լինելու հաջորդ դատական նիստից, սրա մասին էր խոսքը։ Պատասխանել եմ, այս փուլի մասին էր։ Այս փուլի։ Պարոն Մամիկյանյան, 2017 թվականին 700,000-ի կարգի քվե եք ստացել հանրապետականներով։ Հիմա բայց որ կոչ եք անում փողոց դուրս գան, ձեր 700,000 աջակիցները փողոց դուրս չեն գալիս։ Ինչ է եղել ձեր Երկրագնդի վրա, պարոն Կիրակոսյան, այդպիսի քաղաքական ուժ կամ այդպիսի քաղաքական միավոր չկա, որը ինչքան ձայնը հավաքում ընտրություններին կամ էլեկտորալին, նույնչափ կարողանում է դուրս անել։ Այդպիսի բան գոյություն չունի։ 700,000-ից։ Ես ձեր մասշտաբայնությունը եւ հնարավորությունները չունեմ, որ այդքան հեշտ ասեմ 200,000 մարդու մասին։ Գիտեք, ես այստեղ սեթևեթելու կարիք չունեմ, մաքսիմալ ոչ, մաքսիմալ այն խախտումները, որոնք եղել են, ձայնը արձանագրվել են եւ Նիկոլ Փաշինյանը այդ ընտրությունների հետ կապված հանրական դատարան չի դիմել։ Փաշինյանը Վերինաշչյանի ճշմարտություն չի։ Վայ, չես պատկերացնում, ինչ տիպի ոչ, հաստատ, ինչ կասես, կարելի է ինձ մեղադրել բացի դրան։ Ինչ վերաբերվում է ես կարող եմ ասել, փորձել խաբել եւ այլն, բացարձակ հանրապետականը ոչ։ Ես շատ հպարտ եմ իմ կուսակցական ընկերներով, որոնք այսօր կողք կողքի պայքարում են անկախ այն բոլոր զրկանքներից, որոնք իրենց հանդեպ արվում են։ Բայց ես կարող եմ ասել ձևակերպումներ անել, որ մենք ավելի շատ մենք մաքսիմալ ինչքան կարողանում ենք եւ փողոցային պայքարի եւ միջազգայինի եւ քաղաքական պայքարի պարագայում մոբիլիզացնում ենք ու փորձում ենք ընդհանուր գործին օգուտ տալ։ Լավ կլինի, որ այդպես մաքրեն բոլորը։ Մամիկյանյան, ախր միջև այդ ստորագրությունը, մի րոպե էլի, ստորագրություններն էին պակասում, ասում էիք ստորագրությունները հենց տան անելու ենք իմպիչմենտը։ Հիմա նորից նոր օրակարգ եք բերել, հիմա հելնենք փողոց, նորից ընդդիմության մյուս ուժերին քաշեք։ Հիմա ուզում եմ հասկանամ, ստորագրությունները եղան, այս դեպքում եթե իրենք չհամաձայնեցին, դուք փողոց դուրս գալու եք, թե ոչ։ Հանրապետականը առանձին միայնակ դուրս գալու է, թե ոչ։ Անգամ ասեցի։ Հանրապետականը փողոցային պայքար չի դադարեցրել։ Ես նայեցի եմ ձեր ազգանունը, չգիտեմ դրա համար ազգանունով չեմ դիմում։ Հանրապետականի համար փողոցային պայքարը չի դադարել։ Երբ որ ասում եք հիմա ասում եք փողոց, ոչի սկզբանե ենք ասել փողոց։ Դուք ինչ որ քաշել բառ օգտագործեցիք։ Ես չեմ հասկանում ինչի է այս ընկալումը։ Իմպիչմենտը ուղղված է մի մարդու դեմ, այդ մարդու անուն ազգանունն է Նիկոլ Վովայի Փաշինյան։ Մնացած ներողություն եմ խնդրում։ Ես անձամբ ընդդիմությանը երբեք ոչ բանում չեմ մեղադրել։ Եթե կան մարդիկ, որոնք պլանավորել են Նիկոլ Վովայի Փաշինյանին պաշտպանել, ես իրանց հետ ընդհանուր անելիք չունեմ։ Ինչ վերաբերվում էր մի հատ էլ հարց կա ձեր ասացի մեջ։ Տեսնում եք, նույնիսկ դուք մոռացաք, որ հիշեմ պատասխանը։ Պարոն Մամիկյանյան, տեսեք, ընդդիմադիր բոլոր փողոցային պայքարները, որոնք եղել են 20-ից հետո, ըստ էության եղել են ինչ-որ մի օրակարգ, որը իշխանությունը, այսինքն մի փուլում Արցախի հետ կապված խնդիրներ, հետո եղավ Նիկոլ Փաշինյանի նշաձողի հայտարարություն, այսինքն դրանք բոլորը հաջորդել են այն հայտարարություններին, որ արել կամ գործողություններին, որ արել է իշխանությունը։ Հիմա այս փուլում այդպիսի ինչ դուք կնշեք։ Գիտեք ինչի է այս հարցը առաջանում, հասկացել եմ հարցը։ Եվ ավարտեմ, պարոն Մամիկյան, դուք շարունակեք։ Եվ ուզում եմ հասկանամ, ձեր գնահատմամբ ինչը պետք է մոտիվացնի, ստիպի, դուք կարող եք ձևակերպում ընտրել մարդկանց, որ լայն զանգվածներ նախընտրական այս փուլում իսկապես դուրս գան փողոցային պայքարի։ Ուրեմն կետ առաջին վերջից սկսեմ։ Երբեք ինձանից չեք լսի, որ ես բողոքեմ, որ մարդիկ դուրս չեն գալի փողոց։ Եթե մարդիկ դուրս չեն գալի փողոց, դա մեր մեղքն է։ Հավաքական բոլոր քաղաքական ընդդիմադիր քաղաքական գործիչների։ Այդ տարբերակը ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներով իշխանապողություն անել չեմ կարող, Հայաստանի քաղաքացիներին տարեք, Բելգիայի քաղաքացիներին բերեք, տեսեք ինչ եմ անում,
այդ մեր դեպքում չի աշխատում։ Սա առաջ։ Երկրորդ հարցը վերաբերվում է պատճառներին։ Գիտեք ինչի է այդ հարցը առաջանում։ Այնքան շատ են այդ կայծերը, որ մեր բոլորիս ընկալիչները, զգայարանները, բթացելը լավ բառ չի, բայց այլ նույն սրությամբ չեն արձագանքում։ Դուք պատկերացնում եք մեր տարածքով անցնող տրանսպորտային հանգույցի, որը որոշ փորձագետներ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ անվանում են միջանցք, հետ կապված քննարկումները եւ բանակցությունները Բաքվում տեղի են ունենում Ամերիկայի փոխնախագահ Վենսի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ առանց մեր մասնակցության։ Թուղթ-մուղթ այնտեղ ստորագրվում, քննարկում են քանի մետր, քանի կիլոմետր պիտի լինի։ Մենք չենք մասնակցում։ Մենք նկատում ենք Հայաստան։ Հիմա դա ինքն իրանով կայծ չի։ Իհարկե կայծ է։ Հիմա չկա հանրային, ավարտեմ էլի, առավել եւս չկա հանրային ընդվզում այդ ամբողջին Ես շատ մեծ դժվարությամբ կփորձեմ հիշել աշխարհի պատմության մեջ որևէ փողոցային պայքար հաջողությամբ պսակված, որից մի ամիս առաջ այդ կայծը նկատելի էր։ Կան դեպքեր, որ 3 օր առաջ այդ կայծը նկատելի չէր։ Կարելի է հավերժ նստել ու ասել, գիտեք ինչ, կայծ չկա, իսկ կարելի է այդ կայծը փորձել ստեղծել։ Դրանով մենք հիմա զբաղվում ենք։ Ընդդիմությունը ինչով է փոխում իր աշխատելավոճը, որ Լավ հիշեցրեցիք։ Ընդդիմության մյուս ֆրակցիայի ստորագրությունները ձեռք բերելը տևեց 3 կամ 4 թե 2 ամիս։ Հա, բայց տվեցին, լավ, պարզ է։ Շատ լավ։ Հա, 3 ամիս հետո բայց տվեցին, ճիշտ է։ Ստորագրել են, հետո ասեցիք չտվեք։ Նորից սկսենք, խնդրում եմ էլի։ Վերլուծելով զարգացումները Ստորագրել էին, դրա համար նորից ստորագրեցին։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։